Մենք մեր առջև նպատակ չենք դրել, գիտեք, մոռացության մատնել մեր պատմությունը, մոռացության մատնել մեր տարաձայնությունները, մոռացության մատնել այն ցավը, որը որ եւ մեր հասարակությունում եւ իրենց հասարակությունում կա։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության անդամները ամփոփեցին փետրվարի 13-ից 14-ը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ անցկացրած կլոր սեղանը։ Անդրադառնալով այս ձևաչափի հետ կապված քննադատություններին, թե նախաձեռնության նպատակը անցյալը ջնջելն է, Քոչինյանը շեշտեց, այս նախաձեռնության նպատակը խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, քննարկումներ ստեղծելն է։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված եւ սահմանագծված հատվածով, անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Ցամաքային անցման գաղափարը ծնվել է հենց փորձագիտական քննարկումների ժամանակ։ Նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին։ Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը հույս ունեմ, որ առաջիկա օրերին դուք հնարավորություն կունենաք տեսնելու, համատեղ հետազոտություններ, այլ համատեղ պրոյեկտներն ենք քննարկում, որոնք որ շուտով իրականություն կդարձնենք։ Կարևոր եմ համարում նաև այն, որ մեզանում շարունակվում է ավանդույթը, որ կողմերը անկախ նրանից միջոցառումը Հայաստանում է թե Ադրբեջանում հնարավորություն են ունենում իրենց հասարակություններին հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելու եւ քննարկում ուրեմն իրականացնելու։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանն էլ անդրադարձավ քննադատություններին, թե այս ֆորմատը որևէ բան փոխել չի կարող հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ըստ Մինասյանի այդ պնդումները ճիշտ չեն։ Մենք մեր փորձից կարող ենք վստահորեն պնդել, որ թե նարատիվների փոփոխության հարցում, թե տարբեր գաղափարների գեներացման հարցում տվյալ նախաձեռնությունը ունի որոշակի ազդեցություն, որոշակի դրական էֆեկտ։ Միևնույն ժամանակ մեզ համար կարևոր է նաև այս գործընթացի թափանցիկությունը, թերևս գաղտնիք չէ, որ անգամ այս հարցազրույցը հենց թափանցիկության ապահովմանն է ուղղված եւ մենք էլ ադրբեջանական կողմն էլ տասնյակ հարցազրույցներ է տալիս, խոսում է թե ձևաչափի մասին, թե խաղաղության գաղափարի մասին։ Երկու կողմերն էլ ազատորեն քննարկել են իրենց հուզող հումանիտար հարցերը։ Հայկական կողմի դեպքում դա եղել է Ադրբեջանում պահվող անձանց հարցը։ Հերթական անգամ փորձել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին բացատրել, ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում։ Եվ իրենք էլ իրենց կողմից են հումանիտար հարցեր բարձրացել, օրինակ ականների քարտեզները 90-ականների պատերազմի ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը։ Մեզ համար ամենաանհանգստացնող հարցը այն է, որ Ադրբեջանի տեսակետը եւ այսպես ասած մոտեցումը թրիփ եւ թրիփով Նախիջևանով Թուրքիայի Կարս դիլուջու երկաթուղով Կարսի հետ կապնվելն է եւ Հայաստանը փաստորեն թողնել կիսա մեկուսացած վիճակում, եւ որ արդեն արկանային Գյումրի երաս երկաթուղին չօգտագործվի։ Մենք նաեւ առաջարկել ենք տարբեր լուծումներ այս գործընթացի շրջանակներում, օրինակ արդեն իսկ բացվել Նախիջևանով երկաթուղային կապը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ, որպեսզի ադրբեջանական կողմը վերականգնի Նախիջևանի երկաթուղու հատվածը եւ մենք չսպասենք հավելյալ 2-3 տարի, մինչեւ որ Մեղրի հատվածը կավարտվի, որ իրենք եւս 2-3 տարի վերականգնեն այդ հատվածը։ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը նույնպես երկկողմ հանդիպանը բարձրացվել է։ Կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում, ասեմ ավելին, առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, ամենայն հավանականությամբ հաշվի առնելով, որ նախորդը Ադրբեջանի տարածքում է տեղի ունեցել, այս անգամ արդեն Հայաստանի տարածքում տեղի կունենա։ Բավականին հետաքրքիր քննարկումներ կան եւ այս ձևաչափում եւ ընդհանրապես ջրային ռեսուրսների օգտագործման առումով մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ռեսուրսները կարևոր են եւ երկու երկրների համար, եւ գյուղատնտեսության համար, եւ արդեն իսկ վերջին զարգացումների արդյունքներում արհեստական բանականության այդ դատակենտրոնների ստեղծման համար նույնպես ջուրը դառնում է շատ կարևոր ռեսուրս։ Երկխոսության ընտրված ձևաչափն ընդհանուր առմամբ պատվիրակները օգտակար են համարում։ Առկա խնդիրների ու հարցերի արանքում վստահության ինչ մակարդակի վրա են հայ-ադրբեջանական հարաբերությունները, նաև երկու երկրների պատվիրակների միջև լուրերի հարցին ի պատասխան նախաձեռնության անդամները նկատեցին։ Երկու կողմներ իրենց ելույթներում շեշտը դնում են խաղաղության դիվիդենդների վրա, հատկապես հասարակ սովորական քաղաքացիների համար, որպեսզի եւ Հայաստանի քաղաքացին եւ Ադրբեջանի քաղաքացին հասկանա, որ խաղաղությունից ինքը օգուտ է ստանում։ Այս շեշտադրումը եղել է եւ մեր ելույթներում եւ իրենց ելույթներում, այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը արձանագրել, որ արդեն մոտ 2 տարի է սահմանեն մենք ունենք
ռազմական որևէ զոհ։ Սա թերևս բավական կարևոր ձեռքբերում է փոխվստահության ամրապնդման շրջանակում, հատկապես կարևորում է բիզնես կապերի ձևավորումը, ելի հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների առանձնահատկությունները, թերևս բիզնեսը կարող է դառնալ այն շարժիչ ուժը, որը առաջ կմղի նաև այս խաղաղության գործընթացը։ Մինչև այս ամենացցուն օրինակը, որ միանգամից պարզ կդնի ինչի մասին է խոսքը, դա այն է, որ սահմանազատված սահմանագծված հատվածում սահմանապահները ծառայություն իրականացնում են առանց զրահաբաճկոն եւ առանց առաջին մարտական պատրաստության վիճակի բերած զենքի։ Առաջին անգամ միջոցառումները երկու երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ են իրականացվում, պետական ֆինանսավորմամբ։ Նախաձեռնության անդամները չեն վարձատրվում, սա իրենց հասարակական պատասխանատվությունն ու նախաձեռնությունն է։ Մերի Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։